Բարի երեկո, Էպիկենտրոնի գլխավոր թողարկումն է Կենտրոն հեռուստաընկերության եթերում, այսօրվա մեր ծրագրում դիտեք։ Հայաստան Սփյուռք պանդուխտներ, տրոհվող Հայաստանի ուրվապատկերն են ներկայացրել ու կոչնակ զարկել նախընտրական քարոզարշավի ելած հականդամները։ Ծանրու թեթևանելու ժամանակը, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը, իբրև վիճարկվող հաղթաթուղ։ Չմեղմացող կսկից Տխուր Հովելյան, այսօր Արցախի Մարաղա գյուղում իրականացված սպանդի 20-ամյա տարելիցն էր։ Նոր Հայաստանի նորացված տեսլականը, ժառանգության առաջարկած պոստուլատները խեղդվողին նետված փրկողակ են հիշեցնում, մանրամասնում է Ռաֆի Հովհաննիսյանը։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համար ընդունելի չարյաց փոքրագույնը մատից փուշանողների խորհրդարանն է։ Նախընտրական կրքերը Հայաստանում աստիճանաբար թեժանում են։ Մեկնարկած քարոզարշավի շրջանակներում արդեն իսկ հնչում են խրոխտ ելույթներ, խիզախ կարծիքներ, լինում հրապարակային խոստովանություններ, ընտրողներին ուղղված աջակցության կոչեր։ Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 142 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության և շտաբ օգնության աշխատակիցները։ Փրկարարներին հաջողվել է կրակը մարել 17:15-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով տուժել է 3 մարդ, որոնք անմիջապես տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Տուժածների թվում են 20-ամյա Գևորգ Մանուկյանը, 10-ամյա Ժորա Հովհաննիսյանը և 35-ամյա Արման Հովհաննիսյանը։ Բժիշկների տեղեկացմամբ ծանր է գնահատվում միայն Արման Հովհաննիսյանի վիճակը։ Մեր նկարանող խմբի մեկնման պահին դեպքի վայրում աշխատելիս են եղել Մալաթիայի քննչական բաժի աշխատակիցները։ Պայթյունի պատճառը պարզելու համար նշանակվել է փորձագիտական քննություն։ Նախնական տեղեկությունների համաձայն ավտոտնակում գտնվել են դյուրավառ նյութեր, որոնք էլ պայթյունի հավանական պատճառ են հանդիսացել։ Ես աշխատանքի վայրում էի, ապրում եմ 3-րդ հարկում։ Աղջիկս ինձ զանգեց, որ պապ շուտ արի, բոցը մինչև վերև հելնում, ոնց որ մեր տները պաժար են գնում։ Ես այնտեղից եկել եմ, արդեն տեսել եմ ամեն ինչը կատարված է, պայթյուն է եղել, դռները գցել է դուրս, արդեն բոլորը հավաքված, արդեն էքսպերտիզան եկել էր։ 4 հոգի են եղել, մեկը մի քիչ վնասվել է, այն 3-ը ոչինչ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր քննարկվել են պատգամավորության մի քանի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները։ Դրանք ներկայացվել են համամասնական ընտրակարգով 5 և մեծամասնական 4 թեկնածուների կողմից։ Մասնավորապես Ժառանգություն կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտնել Արարատ Զուրաբյանի մտերիմները 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանը և 71-րդում Դավիթ Առաքելյանը։ Նրանք ազատ դեմոկրատներ կուսակցության անդամներ են։ Ինքնաբացարկ են հայտնել նաև Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակից Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը և Մերիդ Ղունյանը։ Այսօր Արագածոտնի մարզից է մեկնարկել Հայ ազգային կոնգրեսի նախընտրական քարոզարշավը։ Բնակիչների հետ հանդիպումներին ՀԱԿ-ը ներկայացրել է իր առաջին դեմքով և ցուցակի առաջատար թեկնածուներով։ Համառոտ ներկայացվել է նաև կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ապարանում, Օհանավանում և Ուշիում կոնգրեսի հանդիպումներին հետևել են նաև իմ գործընկերները։ ՀԱԿ քարոզարշավը մեկնարկում է Ապարանից, քանի որ ապարանցիք թասիբով են և պատվախնդիր։ Առաջին նախագահը հանդիպման վայր ժամանեց Լևոն վանկարկումների ներքո, բայց առաջարկեց։ Հիմա պիտի ռազմիկ գորգա։ Ռազմիկ Պետրոսյանը թիվ 14 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածուն է։ Ելույթ ունեցած բոլոր կոնգրեսականները միահամուռ ապարանցիներին կոչ արեցին ընտրության օրը քվեարկել նրա օգտին, քանի որ նա ՀԱԿ-ի օգնությամբ և ՀԱԿ-ը նրա օգնությամբ կարող է լուծել ապարանցիների խնդիրները։ Մեր խնդիրը շատ պարզ է, հաղթանակի 2 հնարավորությունը դարձնել 1 հաղթանակ։ Ժողովուրդ ջան, այսպես ապրելը ավել լավ է չապրես։ Սա ինչ վիճակ է։ Յատ ասֆալտ գոնե արեք ես քաղաքը։ Երբ որ ես կամ իշխանության, ես կտենամ ու կասեն, ով ինչ է գողացել։ Առաջին նախագահն իր ելույթում մատնանշեց մեկ խնդիր՝ ազգը երկիրը կործանվում է և ահազանգեց, վերանում է աշխարհի քարտեզից։ Եթե մենք մինչև հիմա ազգ էինք, որը բաժանված էր 2 մասի, Հայաստան և Սփյուռք, հիմա 3 մասի ենք բաժանված։ Հայաստան, Սփյուռք և Պանդուխտ։ Սուտ է տարածված կարծիքը, թե ընտրությունների միջոցով ոչինչ հնարավոր չէ փոխել, վստահ է ՀԱԿ առաջնորդը։ Նա նաև համոզված է, որ ընտրակաշառքով էլ չի լուծվելու ընտրության բախտը։ Ով չի վերցրել ընտրակաշառք, դրա մասին արդեն չեմ կասկածում։ Ով վերցրել է, էլի պետք է թքի դրանց վրա
գնա քվեարկի այնպես, ինչպես ինքն է իր սիրտն է թելադրում։ Իշխանության միակ խոսքը, որին ՀԱԿ-ը հավատում է, Հանրապետականի հավատանք, որ փոխենքն է։ Ես հավատում եմ, որ մենք փոխելու ենք։ Ապարանից հետո ՀԱԿ-ի շարասյունը շարժվեց Օհանավան եւ Ուշի, այստեղ նրանց անակնկալ մատուցեց ոստիկանությունը։ Կարգավորված հավաքը անօրինական է։ Եվ դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվություն։ Սիրելի ոստիկաններ, ձեր ապօրինի հայտարարությունները մի արեք։ Սա հանրավաք չէ, սա ինքնաբուխ հավաք է։ Նախկին զինդատախազի խոսքով իրենք օգտագործելով այս քարոզարշավը այն դարձնում են 2013-ի նախագահական ընտրության առաջին փուլ, այսինքն անվստահություն են հայտնում իշխող կուսակցությանը։ Ահարոն Հրապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր կազմակերպել է երթ Մատենադարանից դեպի Ազատության հրապարակ։ Երթից հետո դաշնակցությունը արդեն հանրահավաքի ժամանակ ներկայացրել է իր ծրագրային հիմնադրույթները։ Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցանկի առաջնորդ Վահան Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ձեռքին Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ հիշեցրել հավաքվածներին, որ իշխանությունը նույն սահմանադրությամբ պատկանում է ժողովրդին։ Հովհաննիսյանի հավաստմամբ դաշնակցությունը հարուստ է այնքան, որ գողանում են նրա մտքերն ու գաղափարները։ Արմեն Ռուստամյանն էլ հորդորել է ամեն ինչ փոխել միասին։ Հավանաբար ծանոթ է այս Այստեղ է դաշնակցության հեղափոխությունը։ Դրա համար շշմած կարդում են, մեկը չի հավատում դաշնակցության պլատֆորմին, իսկ մյուսը զարմացած տեսնում է այստեղ բոլոր պատասխանները։ Նույնիսկ մարդիկ, քաղաքական դեմքեր, քաղաքականության մեջ ակտիվ մարդիկ, որոնք կարդացին մեր վերջին նախընտրական ծրագիրը, խոստովանում են, որ սա ամենահաջողն է։ Ժառանգության պատգամավորները միշտ այնտեղ են, որտեղ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը։ Այս մասին 100 հարց 100 պատասխան ձևաչափով քննարկման ժամանակ այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ ժառանգության պատգամավորները միշտ այնտեղ են, որտեղ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը։ Ժառանգությունն ուրիշ կուսակցություններից ձայն չի խլում, նա իր կայուն ընտրազանգվածն ունի։ Այս կերպ է Ռաֆի Հովհաննիսյանը պատասխանում քննարկման մասնակիցներից մեկի հարցադրմանը, թե արդյոք դավադրություն չէ այն, որ ժառանգությունը ծայրահեղություններից խուսափողների համար դարձել է այլընտրանք։ Մենք որևէ տեխնոլոգիա, որևէ խորհրդական, ոչ արևմտյան, ոչ արևելյան չունենք եւ պարզապես մենք գնալու ենք հայ ժողովրդին ներկայացնելու համար մեր մոդեցումը անցկացնել ազատ արդար թափանցիկ ընտրություններ, այս սկզբունքն են որդեգրել 4 կուսակցություններ՝ Ժառանգությունը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը։ Պատգամավորի թեկնածուն սակայն ցավում է, որ փաստաթղթին չեն միացել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր 9 կուսակցությունները։ 9 չեղավ, թող լինի 5-ը, թե 4-ը, թե 3-ը, բայց առաջադար դեպքերը պետք է պատասխանատվություն հանձնարարեն այդ չափանիշները իրացնելու համար։ Իսկ ինչպես կմեկնաբանի ժառանգության առաջնորդը իր հասցեին մամուլում հնչած այն գնահատականին, թե Ռաֆի Հովհաննիսյանը խաղեր է տալիս, այսինքն մեկ ասում է, որ հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կկազմի, մեկ կոշտ ընդդիմության դերում է, մեկ ուրեմն ՀԱԿ-ի հետ ինչ-որ բաներ եւ այլն։ Ինչպես դա կմեկնաբանեք։ Քաղաքական ենթատեքստում Ռաֆի Հովհաննիսյանը պատասխանում է քրիստոնեաբար։ Երեք արդեն փոխանց Քրիստոսվանը ներել եմ այդ բոլոր սխալ արտահայտությունները։ Ընտրությունների վերաբերյալ ժառանգության անկախ գնահատականը կհնչի մայիսի 7-ին, իսկ նախաստորագրված փաստաթուղթը կծառայի իր նպատակին, թե ոչ ցույց կտա նախընտրական քարոզարշավի վերջին հանգրվանը։ Մայիսի 6-ը։ Լուսնե Մուրադյան, Արտյոմ Առաքելյան, Էպիկենտրոն։ Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ ստեղծելու հայտարարություն ստորագրած 4 քաղաքական ուժերը ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն համաձայնել են շտաբի կառուցվածքի եւ գործունեության հիմնական ուղղությունները քննարկելու համար հաջորդ նիստը անցկացնել վաղը Հայաստանի քաղաքագետների միությունում։ Նշենք, որ ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Ժառանգություն կուսակցությունները ապրիլի 4-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր էին ստորագրել։ Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար։ Նշենք նաև, որ ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների մշակման առաջարկով էր հանդես եկել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը։
Ընտրեք նրան, ով ձեր մատից փուշ է հանում։ Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչներն են այսօր հանդիպել եւ իրենց ծրագրերի մասին պատմել հաշմանդամության խնդիրներ ունեցող քաղաքացիներին։ Կուսակցության առաջնորդը ակնկալելով նրանց զորակցությունը խոստացել է անձամբ լուծում տալ նրանց հուզող խնդիրների։ Թանկարժեք դեղուդարմանը կօգնի գտնել Հեղինե Բիշարյանը, մնացած հարցերով էլ կզբաղվի Արթուր Բաղդասարյանը։ Օրինաց երկիր կուսակցության նախընտրական ծրագիրն են կարդում ու փնտրում իրենց հարցերի պատասխանները։ Հայաստանում հաշվառված է մոտավորապես 175,000 հաշմանդամ։ 1000 մի բան ենք տեսնում եւ կարոտ ենք մնում։ Ստանում եմ 20,000 դրամ, որը չի համապատասխանում իրական ոչ մի ծախսերի։ Բոլոր հարցերի իրենց լուծումները աստիճանաբար գտնեն, երբ որ հաշվանդամ ունենա սոցիալ աշխատանք։ Երկրում ունենալով 175,000-ից ավելի հաշմանդամներ, ունենք նրանց մեջ շուրջ 120,000-ը, որոնք կարող են աշխատել, բայց աշխատանք չունենալու արդյունքում այդ մարդիկ զրկված են աշխատելու, աշխատավարձ ստանալու, իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից։ Փոքր Հայաստանում բավականին մեծ թիվ են կազմում հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Նրանց թիվն օրեցօր ավելանում է, միայն թե իրենց մասին հիշում են առիթից առիթ։ Հաշմանդամություն ունեցող շատ քաղաքացիներ ստացան իրենց ավանդները, բայց այսօր մեզ շարունակում են դիմել հաշմանդամներ, ովքեր ունեն իրենց խնայ բarankերում, ուրեմն գրքույկներ, եւ այս մարդիկ այս գումարները չեն կարողանում ստանալ։ Մի քանիսի բախտը բերեց, ետ ստացան ավանդները, մնացածն էլ հավատով սպասեցին ընտրություններին։ 1000 մի խնդիր ունեցող հաշմանդամների համար առաջարկում են 70 կետից բաղկացած ռազմավարական ծրագիր։ Չեմ ամաչում ու ակնկալում եմ ձեր զորակցությունը, ասում է ՕԵԿ առաջնորդը։ Գոնե ընտրեք նրան, ով ձեր մատից փուշ է հանում։ Դուք գիտեք, որ մենք այսօր ունենք համր падգամավորներ։ 20 տարի է падգամավորը ոչ մի բառ չի խոսել։ Բա ինչ եք ուզում, որ վաղը նորից գան ոչ մի բան չխոսեն, հա։ Սրտանց ու ջիգյարով ընտրած տեխնացուին Արթուր Բաղդասարյանն ասում է. ընտրեք մի քիչ էլ համոզմունքով ու գիտակցաբար։ Նոնա Գրիգորյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման իրավունքի շուրջ տարաձայնությունները Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև թևակողում են նոր փուլ։ Նախկին 7 միլիոնի փոխարեն ադրբեջանական կողմը շարունակում է պահանջել 300 միլիոն ամերիկյան դոլար, ինչը մոտավորապես նույնն է, եթե կառուցվի նմանատիպ, բայց ժամանակակից նոր կայան։ Այդ գաղափարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից արված առաջարկը քննության է առնվել Մոսկվայում, ինչի վկայությունը Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Բաքվում արած հայտարարությունն է։ 300 միլիոն դոլար ամեն տարվա համար պաշտոնական Բաքվի պահանջն է այսպիսին։ Ռուսաստանը պատրաստ է վճարել 15 միլիոն, շեշտելով, թե Գաբալայի ռադիոտեղերոշման այս կայանը հնացած է ու շահագործման համար անպիտան։ Այն, ինչը թերագնահատում են ռուս պաշտոնյաները, գերազանց վիճակում է Ադրբեջանի իշխանության տեսանկյունից։ 30 միլիոն Վարձակալության գումարի չափը կարող է տարբերվել կողմերի սպասելիքներից, բայց ոչ այնքան, որքան այս դեպքում է։ Ռուսաստանը չի ուզում վճարել 15 միլիոնից ավելի միաժամանակ պահանջելով ամբողջությամբ իր վերահսկողության տակ պահել այն շրջանը, որտեղ տեղակայված է կայանը։ Մենք բնականաբար դրան համաձայնել չենք կարող։ Սեղանին դրված չէ միայն տեղորոշման կայանի խնդիրը։ Ադրբեջանում ռուսական ներկայությունը ինքներդ հասկանում եք, որ շատ խոր է իմաստ ունի, շատ կարևոր իմաստ ունի, որովհետև Ադրբեջանը անթակույց դեպի արևմուտք ձգտող շատ առումներով արևմուտք ձգտող պետություն է, որը պարզ է ռուսական ազդեցության գոտում է գտնվում եւ շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Այնպես որ այդ բանակցությունները ավելի շատ երևի վերջի շանսն է մնացել Ռուսաստանի ներկայության ապահովման առումով Ադրբեջանում, քան թե կոնկրետ ռադիոտեղորոշման կայանի հարցում։ 1985 թվականից գործող կայանի նկատմամբ ըստ ադրբեջանական կողմի պնդումների հետաքրքրություն է ցուցաբերում նաև Արևմուտքը, հետևաբար իրենք պետք է մտածեն ավելի հարմար տարբերակի մասին։ Ում ինչ պաշտոնական այցով Բաքու էր մեկնել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, տեղում բանակցելու եւ փոխշահավետ համաձայնության գալու համար Հայաստանի վարչապետի առաջարկը սառը ցնցուղ է դառնում Գաբալային մրցակցողների համար։ Հայկական կողմն առաջարկում է իր տարածքում կառուցել ավելի արդիական ռադիոտեղորոշիչ կայան վարձակալության ավելի ցածր գներով։ Եթե նրանք հաշվարկեն, որ մանավանդ Թուրքիայում կա ՆԱՏՕ-ի նմանատիպ կայան, տարածաշրջանի առումով քաղաքականությունը բավականին խայտաբղետ իրավիճակ է, կախված Իրանի շուրջ, կախված հակասիրային պաշտպանության շուրջ այդ պրոցեսների հետ։ Ես կարծում եմ այնուամենայնիվ մեզանում նման տեղորոշման կայան կառուցելը շատ ավելի օգտակար կլիներ իրենց համար։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանին ու Ադրբեջանին կապում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները, ես հույս ունեմ, որ կկարողանանք համոզել ադրբեջանական կողմին հետ կանգնել այդ գաղափարից։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք մտածել այլ տարբերակների մասին։
Գաբալան կռվախնձոր ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև կայանով հետաքրքրվող գերտերությունների միջև։ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով Ադրբեջանի աստղաբաշխական պահանջների հիմնական նպատակը Ռուսաստանին իր տարածքից դուրս մղելով արևմուտքից որոշակի ռազմավարական ակնկալիքն է։ Բոլոր դեպքերում Գաբալայի արդյունավետ շահագործման ժամկետը միջազգային նշանակության փորձագետների գնահատմամբ ձգվելու է առավելագույնը մինչև 2012-ի ավարտը։ Նաիրի Հոխիկյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Արցախի Մարաղա գյուղում 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ջոկատների իրականացրած համատարած կոտորածների զոհ դարձավ ավելի քան 6 տասնյակ հայ բնակիչ։ Գյուղը հիմնի վեր ավերվեց, սպանվածների մարմինները պղծվեցին, նատվեցին ու այրվեցին։ Մարաղայի դեպքերի ժամանակ պատանդ է վերցվել 57 մարդ, որից 9 երեխա, 29 կին։ Մարաղայի ցեղասպանության 20-ամյակի առիթով այսօր միջոցառում է կազմակերպել ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը։ Միջոցառման ժամանակ անդրադարձ է եղել այդ հանցագործության իրական պատճառներին ու նպատակներին։ Բանախոսները նշել են, որ կոտորածները ծրագրվել են վաղօրոք, իրականացվել են կազմակերպված ձևով, նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել բնակավայրը։ Միջոցառմանը ներկայ է եղել նաև Մարաղա գյուղի նախկին բնակիչներ եւ ջարդերի ականատեսներ։ Հրետանակությունը, որ սկսեց, մենք տանը փոգրիբ ունեինք, փոգրիբում միաժամանակ մնալուց հետո կրակոցները մոտիկացան եւ ստիված եղանք մեր ընտանիքը ծնողներից, քույրերից, հորքորից աղջիկը գյուղից քաղաքից մեր հետ էր ապրում այդ ժամանակ, հիմա ինքս ներկա է եւ ստիված եղանք գյուղից դուրս գալ։ Տնտեսական նորությունների մասին տեսաշարով։ Samsung ընկերությունը նոր ռեկորդ է սահմանել։ Այս տարվա առաջին եռամսյակում Samsung-ը գրանցել է 4 միլիարդ 300 միլիոն դոլարի շահույթ։ Շահույթի հիմնական աղբյուրը սեփական արտադրության բջջային հեռախոսների եւ հեռուստացույցերի մեծականակ վաճառքն է։ Samsung-ի վերլուծաբանների տվյալներով 3 ամսվա ընթացքում ընկերությունը վաճառել է շուրջ 44 միլիոն սմարթֆոն։ Մինչ Samsung-ն ուրախանում է իր հաջողություններով, ճապոնական Sharp ընկերությունը հայտարարում է ֆինանսական զգալի կորուստների մասին։ Ապրիլի 1-ի դրությամբ ճապոնացիների մաքուր վնասը կազմում է 4 միլիարդ 700 միլիոն դոլար։ Փետրվարին ընկերության ներկայացուցիչները հույս էին հայտնել, որ վնասը համեմատաբար քիչ է լինելու։ Պաշտոնական հաշվետվությունը ճապոնացիները հրապարակելու են ապրիլի 27-ին։ Ամերիկյան կենսաթոշակային հիմնադրամները ֆինանսական լուրջ խնդրի են բախվել։ Թոշակառուների հիմնադրամին տրամադրվելի գումարները չեն վճարվում։ Միացյալ Նահանգներում փոքր եւ միջին բիզնեսը ներկայությամբ գտնվում է աննախանձելի վիճակում։ Հետևաբար կենսաթոշակային ֆոնդին ժամանակին հատկացվելիք միջոցներ վերջիններս չունեն։ Վերլուծաբանների դիտարկմամբ կենսաթոշակային հիմնադրամները, որոնք պատասխանատու են շուրջ 10 միլիոն ամերիկացի թոշակառուների համար, այս պայդրությամբ ֆինանսավորվում են միայն 52%-ի չափով։ Գևորգ Խաչատրյան, Էպիկենտրոն։ Շարունակում ենք թողարկումը։ Վրացական բարեփոխումների արտահանման նպատակով Վրաստանի կառավարությունում հետայսու գործելու է միջազգային համագործակցության կազմակերպությունը։ Կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը այդ մասին որոշումը մտադիր է ընդունել վաղը։ Այդ կերպ Վրաստանը մտադիր է բարեփոխումների իրագործման ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել բոլոր երկրներին։ Վարդերի հեղափոխությունից ի վեր Վրաստանը մի շարք հաջող բարեփոխումներ է իրականացրել ոստիկանության, արդարադատության եւ այլ ոլորտներում։ Դրանից զատ համաշխարհային բանկի տվյալներով Վրաստանում բիզնեսը սկսել է առավել շատ դյուրին լինել։ Այս ամենի հետ մեկտեղ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կարգադրությամբ ստեղծվել է միջազգային համագործակցության գործակալություն։ Ստրասբուրգի ամանորյա տարեկան տոնավաճառում Վրաստանը ել ավելի հանրաճանաչ դարձնելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հուրմուզգյան նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը կարող է նավթի վաճառքի վրա լիովին արգելք դրվելու պայմաններում 2-ից 3 տարի հանգիստ գոյատևել։ Հիշեցնենք, որ Իրանը այսօր լիովին կասեցրել է Հունաստանին իր նավթի մատակարարումը եւ խոստացել է կրճատել եվրոպական մի շարք երկրներ նավթի առաքումը։ Բարեկամներ, ես այսօր եւս սիրով ներկայացնում եմ իմ գործընկեր Ռուզան Խաչատրյանին, որը մեզ կծանոթացնի միջազգային անցուդարձին, հուսով եմ, որ այդ ներկայացվելիքը դարձյալ հետաքրքիր է լինելու եւ հուսով եմ, որ այսօր կներկայացվին նաեւ սիրիական զարգացումները, որը կարծեք թե նոր թափ է առնում։ Իհարկե, մենք ձեզ հուսախաբ չենք անի եւ մնում է, որ միջազգային հանրությունն ու հատկապես Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը հուսախաբ չանեն Քոֆի Անանին իր ծրագրով եւ ընդհանրապես
ընդհանրապես միջազգային հանրությանը, Սիրիայի ժողովրդին, ես միանգամից ասեմ, Էպիկենտրոն միջազգային տաղավարում մենք այսօր զրուցելու ենք Արման Նավասարդյանի հետ Սիրիայի եւ ոչ միայն այն մասին, որ այսօրվանից սկսվում է Քոֆի Անանի խաղաղության ծրագրի 48-ժամյա հրադադարի ժամանակացույցը արդեն սկսել է գործել, հոռետեսները կասեն ոչինչ էլ չի ստացվի, ինքը Քոֆի Անանը դեռ հույս ունի, իսկ մինչ այդ զրույցին անցնելը մեր Էպիկենտրոն միջազգային տաղավարում ես կառաջարկեի դիտել մեր ընդհանրապես այսօրվա միջազգային լրահոսի տեսաշարը, որը սկսվում է Սիրիայով, իրադարձային թեմաները այնտեղ բավական ներկայացված են Սիրիայի, մնացածը մենք կխոսենք Արման Նավասարդյանի հետ Սիրիահայ համայնքի մասին հատկապես։ Շատ բարի, ուշադիր կլսենք։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր 3 ուղերձ է հղել դեպի Սիրիա։ Կառավարությանը առավել հաստատակամ, առավել ակտիվորեն իրագործել միջազգային բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը, ընդդիմադիր ապստամբներին, որ իրենք նույնպես պարտավոր են կատարել այն։ Երրորդը ոչ այնքան դեպի Սիրիա է։ Օտարերկրյա պետություններին իրենց հեղինակությամբ հրադադարի հաստատմանը նպաստելու հորդոր է։ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ մոսկովյան հանդիպումից հետո Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալեմը լրագրողներին հայտնել է, թե Դամասկոսն արդեն իսկ մի քանի զորամիավորում դուրս է բերել երկրի որոշ շրջաններից։ Նա հայտարարել է, որ հրադադար կհաստատվի միայն դիտորդների Սիրիա ժամանելուց հետո։ Մուալեմի փոխանցմամբ հեռախոսային զրույցում Քոֆի Անանն իրեն վստահեցրել է, որ հրադադարի ռեժիմի հաստատմանը լու է ապստամբների զինաթափումը, բայց ինչպես կարող է դա իրագործել, եթե Թուրքիայի տարածքից շարունակվում է ապստամբների զինումն ու գրոհայինների ներթափանցումը, եզրափակել է Սիրիայի արտգործնախարարը։ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարները Սիրիայի կողմից 3 գնդակոծվել են, 4 սիրիացի եւ Թուրքիայի 2 քաղաքացի վիրավոր է, ինչի առիթով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պեկինում այսօր հայտարարել է. դա Թուրքիայի սահմանների հստակ խախտում էր եւ մենք պատասխան քայլեր կձեռնարկենք։ Լիբանանի Ալ-Ջադիդ հեռուստակայանում այսօր գործընկերները, ազգականներն ու անծանոթ մարդիկ վերջին հրաժեշտն են տվել օպերատոր Ալի Շաաբանին, որը 3 կրակոցներից սպանվել է Սիրիա-Լիբանան սահմանի լիբանանյան կողմում։ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, թե կրակոցներն ապստամբների ձեռքի գործն է։ Ապստամբ ուժերն էլ շարունակում են պնդել, թե դա իշխանական զորքի ձեռքի գործն է։ Թուրք հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն, որը նոյեմբերին ձերբակալվել էր Քուրդիստանի համայնքների միավորմանն առնչվող գործի հետաքննության շրջանակներում, այսօր գործով անցնող մյուս 14 մեղադրյալների հետ ազատ է արձակվել, մինչև դատավարություն։ Անցյալ շաբաթ գործը հանձնվել է Ստամբուլի դատարան։ Զարաքոլուին առաջադրված մեղադրանքով ահաբեկչական խմբավորման աջակցելը մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Ժամանակին Զարաքոլուն դատական պատասխանատվության է կանչվել Հայոց ցեղասպանության թեմաներով գրքեր հրատարակելու համար։ Շվեդական ակադեմիայի անդամները նրա թեկնածությունը այս տարի առաջադրել են Նոբելյան մրցանակի։ Մինչ ապրիլի 16-ին Նորվեգիայում կսկսվի Անդերս Բրեյվիկի դատավարությունը, աշխարհը փորձում է հասկանալ, թե ինչպես եղավ, որ Խոստումնալից երիտասարդը վերածվեց ահաբեկիչ մարդասպանի, որը երիտասարդական ճամբարում ավելի քան 70 մարդու սպանեց։ Մեծ մասը պատանիներ։ Ամեն դեպքում այսօր հոգեբույժների թիմը հրապարակել է իր պաշտոնական եզրակացությունը, որ նա սպանությունների ժամանակ հոգեպես առողջ է եղել եւ ենթակա է դատական պատասխանատվության։ Ավելի վաղ մասնագետների մի այլ թիմ հակառակը հոգեբանական խնդիրներ ունենալու եզրակացություններ տվել։ Ինքը Բրեյվիկը պնդել է, թե գործել է սթափ դատողությամբ եւ թե իր արածը քաղաքական ակտ էր։ Որոշ մասնագետներ խորանում են նրա մանկության ցալքերը, պնդելով, որ խնդիրն այնտեղ է։ Բրեյվիկի դիվանագետ հայրը նրանց լքել է, երբ ինքը 1 տարեկան էր, իսկ միայնակ մոր ընտանիքում միշտ էլ փողի անբավարարություն է եղել։ Կանանց իրավունքների պաշտպանության ուկրաինական Ֆեմեն խումբը այս անգամ կիսամերկակցիան կազմակերպել էր ի պաշտպանություն աբորտի իրավունքի։ Կիևի Սուրբ Սոֆիա տաճարի զանգակատան բազրիքից այսօր աղջիկներին իջեցրել են հասարակական կարգը հսկող ոստիկանները։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Պարոն Նավասարդյան, վերադառնանք Սիրիայի թեմային, ինչպես հայտնի է, այսօր սկսեց գործել Քոֆի Անանի ծրագրի 48-ժամյա հրադադարի ռեժիմը։ Հրադադարը կհաստատվի, թե ոչ, շատերն են հոռետես, բայց ավելի մեզ համար ցավոտ գուցե ես մի քիչ էգոիստ լինեմ, թեմայի եմ ուզում անդրադառնանք, ինչպիսին էր Սիրիահայ համայնքը մոտ 13 ամիս առաջ, երբ դեռ բախումները չէին սկսվել, եւ այսօր։ Դե դրությունը իհարկե փոխվում է բավական կտրուկ կերպով, որովհետև պատմականորեն համայնքը միշտ եղել է շատ ինքնաբավ, եղել է շատ, այսպես ասած, արտոնյալ վիճակում եւ վերջի շրջանում համենայն դեպս պատմության մեջ այդպես է եղել եւ 15 թվականից սկսած համայնքը շատ զարգացավ եւ ուներ շատ մեծ առավելություններ մյուս փոքրամասնությունների նկատմամբ։
Իսկ համայնքը ուներ այնքան հեռատեսություն, որպեսզի ինքը կամ որևէ կողմի չբռնի կամ հաղթող ապագայում նման իրադրություն դեռևս չէր եղել եւ հիմա երբ որ սկսվեց այս ընդդիմության եւ Բաշարի բախումները, բնականաբար հայերը միանգամից կանգնեցին նրա կողմը, որովհետեւ ես նորից եմ կրկնում, արտոնություններն այնքան մեծ են եղել, իրավունքներն այնքան շատ են եղել բոլոր բնակավարներում, որ հայերը միշտ վախեցել են իշխանապողությունից, որը կարող է իրենց ստատուս քվոյի վրա ազդել։ Ձեր կարծիքով դա հեռատես է իրենց կողմից, հեռատես քաղաքականությունը, հետո ինչ պիտի անեին։ Ինչ կա, մի կողմից հայերը իհարկե ցույց են տվել իրենց լոյալությունը, այսինքն հավատարմությունը ռեժիմի նկատմամբ, որը շատ նորմալ է, իբրև պատասխան իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքի, բայց քանի որ քաղաքական իրադրությունը փոխվում է, ես կարծում եմ, որ նշանակ, այսպես ասած, կանգնել մի կողմի դիրքերի վրա այնքան էլ հեռատես քաղաքականություն չէ, չնայած բայել բալանսը բավական դժվար է։ Պետք է, այսպես ասած, հավասարահեռ դիրքորոշում ունենալ եւ ընդդիմության նկատմամբ։ Սա իմ կարծիքն է, եւ իշխանությունների նկատմամբ, որտեղ դժվար է ասել, թե ինչպես կզարգանան դեպքերը։ Դուք ժամանակին Լիբանանում, եթե ճիշտ եմ, Հայաստանի դեսպան եք եղել եւ շատ լավ պետք է որ ճանաչեք Լիբանանահայ համայնքը։ Այստեղ եթե զուգահեռներ անցկացնելու լինենք կամ նմանություններ, տարբերություններ։ Դե որոշ նմանություններ կան իհարկե, բայց դե Լիբանանը բոլորովին այլ երկիր է իր ռեժիմով, իր պատմությամբ եւ այլն, բայց հետաքրքիր է որ Սիրիան այնքան գաղութ է եղել է բարձր մակարդակի, որ շատ ներկայացուցիչներ սերուցքը Լիբանանի համայնքի, որ միշտ ասում են, որ Լիբանանը դա փոքր Հայաստան է արտասահմանում, Սփյուռքում այնտեղից է, Սիրիայից է, որ տեղափոխվել են ուրեմն Լիբանան։ Տեղափոխումների մասին երևի դուք եք լսել, չնայած դա փաստ է, բավական մի շարք եւ թերթերում եմ ես ընթերցել եւ որոշ աղբյուրներ հաստատել են այսպես լրագրողական հնարանքով ասեմ, հազարավոր հայեր, սիրիահայեր դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւս ստանալու համար։ Սակայն մի բան էլ շարունակեմ, պարոն Նավասարդյան, սակայն ես կոնկրետ երևանցի կամ հայաստանցի չեմ տեսնում այդպիսի հոսք սիրիահայերի, դա նկատելի կլիներ։ Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով դա բլեֆ է պարզապես։ Այսինքն որ դիմել են, թե։ Չէ, դիմում են անշուշտ, դիմում են, ես չգիտեմ ոչ ոք չի ասել ինչ կան։ Դիմում են, բայց այստեղ կա իհարկե հարցի մյուս կողմը։ Նրանք շատ հաճախ այդ անձնագիրը փորձում են օգտագործել այլ երկրներ տեղափոխվելու համար։ Իսկ այնինչ որ ասվում է խոճապ է, ճամպրուկները կապել են, հիմա բոլորը գալիս են Հայաստան եւ այլն, այսպիսի բան գոյություն չունի։ Տների գների հետ կապված։ Ոչ իհարկե, ասվում է այդ բոլորը տների գները բարձրացան, հասկանում եք, վաղը կգան եւ տեղացիներին աշխատանք չի մնա, սա չի մնա, այդպիսի բան գոյություն չունի։ Ամենայն դեպս այսօրվա դրությամբ հասկանում եք ինչու է բանը Ռոզան, եթե ֆորս մաժոր լինի այնտեղ, այսպիսի մի դրություն լինի, հավանաբար նստեն ինքնաթիռները բոլորը գան, բայց այսօրվա դրությամբ դեռ այդպիսի բան չկա, որովհետև առաջին հույսերը կապում են իրենց հիմնական հայրենիք, ինչպես է, իրենք Սիրիան համարում են իրենց հայրենիք։ Սիրիան համարում են հայրենիք եւ այդպիսի բան գոյություն չունի այսօր, որ խոճապի մատնված մարդիկ ուզում են փախչել այնտեղից, նման բան գոյություն չունի։ Եվ ես մի բան կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը դա 47 թիվ չի այսօր, հասկանում եք ինչու։ Սիրիացիների եւ ընդհանրապես Սփյուռքի հայերի հարցում։ Մարդիկ շատ լավ գիտեն, թե Հայաստանն իրենց ինչ է ներկայացնում եւ որքան էլ հայրենասիրությունը մարդկանց մեջ ուժեղ է, որքան էլ նրանք հայ են, առաջին հերթին իհարկե պետք է հաշվի առնել, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Վերջին հարցս, ուզում եմ կանխատեսումների ձեր զգացողությունը ստուգել, ինչ եք կարծում, վաղը չէ մյուս օրը հրադադարը վերջապես կհաստատվի, թե ոչ Սիրիայում։ Մեկ բառով։ Չեմ կարող ասել, եւ չէի ուզի ասել, որովհետեւ դա անշնորհակալ գործ է դիվանագետի։ Դիվանագետի նման ձեզ վայեցիք, շնորհակալություն, պարոն Նավասարդյան։ Վերականգնման նկատառումներով մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը մեկնել է Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավ։ Նախարարության կողմից իրականացվող աշխատանքին այս փուլում գնահատական տալը բնապահպանները վաղաժամ են համարում։ Մշակույթի նախարարությունը այսուհետ վերահսկողություն է սահմանելու քարանձավի նկատմամբ։ Հիշեցնենք, որ մարտի կեսերին չենք լռելու երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները հայտարարություն էին տարածել, որում տեղեկացվում էր Հայաստանի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկի
հանրահայտ Մոզրովի քարանձավի փլուզման մասին։ Անձավագետները նախկինում թեև բազմիցս են ահազանգել Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայությունից, սակայն նրանց դժգոհությունը արձագանք չի գտել։ Փլուզման հետևանքով քարանձավից կախված քարերը ընկել էին, որի հետևանքով բացվել էր քարանձավի առաստաղը։ Աբովյան 32 շենքի նկուղային հարկում տարածքի սեփականատեր Աշոտ Սիմոնյանի կողմից իրականացվող կառուցապատումը առաջացրել է շենքի բնակիչների դժգոհությունը։ Քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծը նրանց կարծիքով ունի մի շարք թերություններ եւ աշխատանքներն էլ իրականացվում են դրան անհամապատասխան։ Բնակիչների կողմից ծերուկ անվանվող Աբովյան 32 հասցեի շենքը 78 տարեկան է։ Հուշարձան շենքի առանց այն էլ խարխլված հիմքերը վերափոխվում են։ Կառույցի նկուղային հարկում շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչն էլ մտահոգում է բնակիչներին։ Նախագիծը նրանց հետ համաձայնեցված չէ, բայց քաղաքապետարանի կողմից կառուցապատման եւ վերափոխման թույլտվություն ունի։ Անուշ Առաքելյանի ներկայացմամբ արդեն իսկ քանդված է հիմնական միջնապատը։ Զատիկի օրով մենք արթնացանք եւ տեսանք, որ մեր շենքի կողքը փորվում է փոս խորացվում է եւ փաստորեն պրոյեկտը, որը մենք կարծում ենք, որ պետք է հետ կանչվի, քանի որ անհամաձայնություններ կա, այդ պրոյեկտը դեռ ուժի մեջ է։ Ստեղ ունի ինքը դուրս, ստեղ պատոհան։ Նա ուզում է դա էլ հանի, դարձնի sense պրալյոտներ։ То есть մնում է սրանք ու մնում է այս մի փոքր ու այլևս ոչ մի բան, սա էլ ինչ որ պիտի գառոտ կա։ Ու այս ամբողջը ինչ վիճակում կլինի։ Բնակիչների համար շատ բաներ անհայտ են։ Ըստ փաստաթղթերի տարածքը տրված է որպես հասարակական սպասարկման նշանակության օբյեկտ, բայց անհրաժեշտ շատ գործառույթներ այդտեղ բացակայում են։ Եթե ստեղ պետք է լինի սառը եւ տաքցը, այդ նշանակում է ստեղ պետք է լինի օդապահություն, ստեղ պետք է լինի շատ ուրիշ հարցեր։ Սա չկա։ Զրուցեցինք նաև կառուցապատումն իրականացնող կողմի հետ։ Պարզվում է նրանց մոտ էլ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք թույլատրվում են տարածքում կառուցապատում եւ վերափոխում իրականացնել։ Ըստ նախագծի ինչը որ հիմա արվում է, հա, շինարարական ցանկացած գործողություն, ասենք նախագծից ոչ մի միլիմետր շեղում չկա։ Սեփականատեր Աշոտ Սիմոնյանը վճռական է տրամադրված։ Քաղաքապետարանի կողմից տրված կատարում են արտահայտման աշխատանքներ։ Աշխատանքները Աբովյան փողոցում պարտավորեն ավարտին հասցնեն։ Շինարարության վերաբերյալ առկա է նաև քաղաքաշինական պետական տեսչության եզրահանգումը։ Նորմատիվատեխնիկական եւ քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ Նորայր Մնոյանի փոխանցմամբ շինարարությունն իրականացվում է խախտումներով, բայց քաղաքապետարանի մեղավորությամբ, քանի որ նախագիծը հաստատելիս այդ թերությունները այնտեղ հաշվի չեն առնվել։ Շենքի վերակառուցման հարկում վերակառուցման աշխատանքների արդյունք չեն այդ ճակերը։ Կառուցապատող Աշոտ Սիմոնյանն ու բնակիչները առաջիկա օրերին հանդիպելու են երկկողմանի զիջումների գնալու եւ ոսկե միջինը գտնելու նպատակով։ Նարեկ Գրիգորյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Բակային բարեկարգումներ բնակիչների կամքին հակառակ։ Շենգավիթ վարչական շրջանում մանկական խաղահրապարակը քանդում են, բայց ոչ թե ավտոտնակ, այլ էլի խաղահրապարակ կառուցելու համար։ Մանկական խաղերը մեծ վեճերի նախադրյալ, պատճառը քանդել հինը, նորը կառուցելու համար։ Դեռևս 2009-ին բնակիչները դիմել են համատիրություն Շենգավիթի բակերից մեկում խաղահրապարակ կառուցելու խնդրանքով, ձգձգել են։ Այս տարի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել եւ խաղահրապարակը կառուցվել է։ 380 բնակիչ անձնական ստորագրություններով խնդրեցին պարոն Ծառուկյանին, որոշեցին դիմեն, որ խաղահրապարակը կառուցվի։ Բնակիչները նոր խաղահրապարակին դեմ չեն, միայն թե առաջարկում են կառուցել առանց հինը քանդելու։ Բարեկարգման փոխարեն ասում են դեռևս միայն քանդել են եղածը։ Շինարարություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը կատարվածն այլ կերպ է մեկնաբանում։ Քաղաքապետարանի ծրագիրն ենք իրականացնում, բակերի բարեկարգման ծրագիրը սա։ Երեխաների դեռևս կիսակառույց խաղահրապարակը քանդվելու այս շաբաթվա ընթացքում ծրագրով նախատեսվում է բարեկարգումն ավարտել օգոստոսին։ Հիմա մեզ ասում են մինչև օգոստոս։ Երեխեք ինչքան դիմանան դրան։ Բնակիչները հավաստիացնում են, մինչ տեսախցիկի հայտնվել է, համատիրության ներկայացուցիչը շենքի բակ է եկել ասել, որ չխառնվեն գործին։ Մեր զանգերինի պատասխան նշեցին, որ համատիրության ղեկավարը հիմա զբաղված է։ Շինարարական աշխատանքների ղեկավարի հավաստմամբ ցանկացած պահի շինարարությունը կարող են դադարեցնել, միայն թե բնակիչներն այլ հասցեով պետք է դիմեն։ Բնակիչը միշտ իրավունք ունի դիմի ինչ-որ ատյաններին ու քաղաքապետարան կամ բան։ Քաղաքացիներն ահազանգում են, նման ձևով բարեկարգման փորձը եզակի չէ։ Խաղահրապարակը շինհրապարակի վերածելու նախաձեռնություններն առնվազն անհասկանալի են։ Տաթև Դանիելյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Այսօր այսքանը, ցտեսություն բարեկամներ, մինչ վաղը։ Ռոսգոստրախ Արմենիա
շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։ Երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։